ուրեմն ինչպես արդեն գիտեք, սիրադերյանական օրեր են մեր կրթահամալիրում։ Նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 21-ը։ Սիրադերյանական օրերը մեր օրացույցում հայտնվել է 2022 թվականից, արդեն 4-րդ տարին է այս օրերին մենք իրականացնում ենք տարբեր նախագծեր, հանդիպումներ, սիրադերյանական ընթերցումներ, հոդվածների վերլուծում, ընթերցում վերլուծում, կլոր սեղաններ, տարբեր նախագծեր։ Այստեղ դուք տեսնում եք, որ նախագծում ներկայացված է բոլոր մանրամասները, նշված է օրացույցում ներառված է նախագիծը, մասնակիցները, ժամկետները, համակարգողը։ Ուզում եմ նաև կարևորել, որ Վանո Սիրադերյանական օրերը մեր կրթահամալիրում ավարտվում են, ամփոփվում են Սիրադերյան, Վանո Սիրադերյան անվանական մրցանակի շնորհմամբ, արդեն 3 տարի շնորհվել են տարբեր ուսուցիչների եւ սովորողների, այս տարի նույնպես մրցանակը կա եւ այսօր վերջին օրն է հայտերի ընդունման, եթե կան մարդիկ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել կամ ուշացել են, այսօր անպայման դիմեք։ Ով է դիմում մրցանակի։ Մեր ժամանակակիցները նախագծով հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման համար կամ երկրորդ կետով նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։ Այսինքն սովորողը եւ ուսուցիչը կարող են կամ առաջին կետով դիմել, կամ երկրորդ կետով, կամ երկուսով։ Այս կետը հատկապես նաև մեր ժամանակակիցները եւ հասարակագիտական մասնախումբն է ակտիվ, չէ, տարբեր ոլորտների մասնագետներ են հրավիրում, գիտեք, գրեթե ամեն ամիս հյուրեր են ունենում, եւ մայրենիի մասնախումբը, եւ օտար լեզուների մասնախմբերը, արվեստի ոլորտը, տարբեր գործիչների հետ մենք հանդիպումներ, չէ, նախատեսում ենք, կազմակերպում ենք սովորողների մասնակցությամբ, դրանք լուսաբանվում են ձեր բլոգներում, այսինքն դրանք աշխատանքներ են, որոնք կարող եք Սիրադերյան փաթեթի մեջ ներառել։ Եվ կամ սովորողն է նախաձեռնում, արտագնահ պարապմունքների ձևով ենք գնում հանդիպումներ բուհերում եւ այլն, սա գործող աշխատանքներ են։ Այսքանը մրցանակի մասին։ Ուղղությունները, որ Վանո Սիրադերյանական օրերի ընթացքում հանդիպում է նախատեսված, աշխատանքների ընթերցումներ, ինչպես միջին դպրոցում, վարժարանում, քոլեջում, ընտանեկան պատմություններում Սիրադերյանը, մենք ունենք սովորողներ, ովքեր գտել են ուրեմն պատմություններ իրենց ծնողների հետ զրուցելով, որ Սիրադերյանը իրենց ընտանիքներում կա, այսինքն ինչպես կա, նրանց հիշողություններում, նրանց պատմություններում, կամ մեկի ծնող ասենք գործի բերումով գործընկեր է եղել Սիրադերյանի հետ, կամ ինչ-որ պատահական հանդիպում է եղել, կամ որևէ հիշողություն, որ պահպանված է Սիրադերյանի հետ, եւ սովորողները այս կետով ինչ-որ հետաքրքիր պատմություններ են ներկայացնում։ Ֆիլմի դիտում, որ երեքշաբթի օրը մենք դիտեցինք, չէ, հատուկ գործ հաղորդաշարի պատրաստած Նվեր Մնացականյան, Վանո Սիրադերյան ֆիլմը։ Եվ հոդվածների շարքն է այստեղ, որ նախատեսված է այս օրերին ընթերցել, վերլուծել ձեր բլոգներում, չէ, այս աշխատանքները ընթացքի մեջ են։ Հիմա մենք միասին քննարկեցինք եւ որոշեցինք ընտրել Վանո Սիրադերյան, հակառակ մեր կամքին, մեղրի մնաց ՀՀ կազմում, այս հոդվածը հիմա միասին կընթերցենք, հատված, վերջում ավարտելուց հետո հոդվածը ընթերցելուց հետո քննարկում կկազմակերպենք եւ դա կշարունակենք նաեւ հաջորդ շաբաթ։ Սկսում ենք։ Ով է առաջինը։